Ողջույն տուք միմյանց ի համբյուր սրբության։ Սուրբ համբյուրի ողջույնով սկսում ենք մեր Նարեկ Աղոթամատյան հաղորդաշարը։ Սուրբ համբյուրս անարգ չհամարես, այսպես է արտահայտվում Նարեկացին։ Ես ուզում եմ մի փոքր անդրադառնանք այս Սուրբ համբյուրով ողջունելու հասկացողության վրա։ Ուրեմն պատարագի ընթացքում քահանան երբ որ հասնում է պահը ողջույն փոխանցելու, սարգսակը համբյուրում է պատարագիչ քահանայի աչը խորանում, այնուհետև իջնում է ներքև, ողջունը փոխանցում է ավագագույն քահանային։ Քահանաները իրենց հերթին այդ համբյուրը փոխանցում են միմյանց եւ հետո փոխանցում են ժողովրդին, հավատացյալներին։ Եվ այստեղ Սուրբ համբյուրի փոխանցումը ուղղորդվում է հետևյալ երգով. Քրիստոս իմ մեջ մեր հայտնվեցավ, որն Աստված ազդ բազմեցավ, խաղաղության ձայն հնչեցավ, Սուրբ ողջունի հրաման տվավ, եկեղեցիս մի անձ եղև, համբյուրս հոտ լրման տվավ, թշնամիները նեղացան, սերն ընդհանուրը սփռեցավ, արդ պաշտոնյակ բարձյալ ձայն, դուք զորտնություն իմի բերան, միասնական աստվածությանն, որում սերով բեքն են սրբազան։ Սա գրաբար է ասում, ես նույն բանը կարդամ արդի հայերենով։ Քրիստոս մեր մեջ հայտնվեց, որն Աստված այստեղ բազմեց, խաղաղության ձայնը հնչեց, Սուրբ ողջունի հրաման տրվեց, եկեղեցին մեկ անձ եղավ, այս համբյուրը որպես կատարյալ կապ տրվեց, թշնամությունը հեռացավ, սերը բոլորի վրա սրբվեց, ուրեմն ով պաշտոնյաներ, ձայն բարձրացնելով միաբերան, օրհնություն տվեք միասնական աստվածությանը, որի սրբազաններն են սերով փեները։ Ուրեմն այստեղ ձեր ուշադրությունը բևեռեմ հետևյալ հանգամանքի վրա։ Տեսեք, ասում է, որ այնն Աստված ազդ բազմեցավ, կամ որ այնն Աստված այստեղ բազմեց, այնն, ուրեմն շշաձև տառն է, որը թվային արժեքը լինում է 7, այն Քրիստոսի անունն է, այսինքն ասում է Քրիստոս այստեղ բազմեց։ Եվ ասում է Սուրբ համբյուրով ողջունենք, այսինքն Սուրբ համբյուրը դառնում է հաղորդության կապ, Սուրբ համբյուրը այսպես աչուձախ այտերը միացնում են իրար։ Ասում է Նարեկացին Սուրբ համբյուրս անարգ չհամարես։ Այստեղ անարգության երկու պատճառ կարող է լինել։ Մեկը տեսանելի, մյուսը անտեսանելի, աներևույթ։ Աներևույթը այն է, երբ որ մարդը այդ Սուրբ համբյուրի ընթացքում իր մեջ ոչ եկեղեցուն հարիր կամ ոչ պատարագի էությանը ընթացքին համապատասխան մտքեր է ծագեցնում իր մտքում։ Եվ արտաքնապես, երբ որ Սուրբ համբյուրը փոխանցվում է մեկը մյուսին, անհրաժեշտ հեռավորությունը կամ անհրաժեշտ դիրքը չեն պահպանում, եւ սա է, եթե իր մեջ ուրեմն համբյուրողների մեջ կա ինչ-որ մի զգացում դիմացինի հանդեպ, ոչ սուրբ, դա ասում է անարգ ուրեմն չլինի եւ հավատս էլ պաղ ջերմությունս քեզ պաղ չտվա։ Այս ողջունը մենք միշտ հիշենք եկեղեցում էլ եւ դրսում էլ, երբ որ համբուրվում են, համբյուրը իմացեք հաղորդակցության նշան է, միևնույն ժամանակ սերը արտահայտելու նշան է ավելի շատ։ Համար կոչվում է Սուրբ համբյուրով։ Այս համբյուրով մենք այսինքն եթե իրար կողք եք, իրար մոտ եք, այս համբյուրով եթե լսում եք, ողջունեք միմյանց։ Հիմա հիշեցնեմ ձեզ, որ մենք անցյալ անգամներ խոսեցինք, թե Նարեկացին ում համար է գրել Աղոթամատյան ողբերգության աղոթամատյանը, խոսեցինք Նարեկացու առաքինությունների մասին,
նրա գերազանցությունների մասին, որով որ Պողոս պատրիարքն էր, Հակոբ Նալյանն էր ուրեմն արտահայտվում, խոսեցինք ուխտազանցության մասին, խոսեցինք ուրեմն սրբակենցաղ կյանքի մասին, եւ այս հաղորդումը ունի եւս մի փոքր շարունակություն։ Հաճախակի ես լսում եմ նման բան։ Ասում են դուք ինչ գիտեք, որ նարեկացին ժամանակին սուրբ կյանքով է ապրել։ Գուցե նա էլ կին է ունեցել, զավակներ է ունեցել, կուսակրոն ձևացրել է, բայց այդպես չէ։ Ինչպես հաստատենք, ինչպես իմանանք, որ այդպես է, թե այդպես չէ, նման գիրք գրողը ուրեմն չէր կարող ուխտը դրժել, ուխտազանց լինել։ Ահա միայն մի բանով մենք կարող ենք հաստատել, ենթադրություններ անել իր հետ կատարված մի դեպքից։ Ուրեմն նարեկացին ասեցինք, որ մեղադրվում էր թոնդրեական շարժմանը հարելու մեջ եւ նրան մեղադրանք է առաջադրվում Պավլիկյան թոնդրեական շարժմանը համակիր լինելու մեջ, որովհետև թոնդրեական շարժումը պատմական որոշ գրքերում գրված է որպես կենցաղային սոցիալական հզոր շարժում, որոշ տեղերում մեկնաբանվում է որպես աղանդավորական հզոր շարժում, որը մինչև հասավ մինչև Հայաստան։ Ուրեմն ասեցինք, որ այս դեպքը նրան պատժելու համար գալիս են, տեսեք, նարեկացուն։ Պատժելու համար գալիս են ուրեմն իշխանների կողմից, եպիսկոպոսների կողմից հրավիրակներ, որպեսզի նարեկացուն հրավիրեն դեպի դադարան։ Եթե նա չգնար, պետք է ուժով տանեին։ Նարեկացին այդ դինում է դա ուրբաթ օրը ինքը դիդավորյալ տապակացավ է դնում սեղանին, ուրբաթ օր, այսինքն չորեքշաբթի ուրբաթ օրերը միշտ պահքի օրեր են, տարվա բոլոր ամիսներին, շաբաթվա բոլոր օրերին։ Եվ դիդավորյալ դնում է տապակացավ, դրան մեղադրանք ներկայացողները եւս մի բացականչություն են անում, ասելով, թե տեսեք, նույնիսկ ինքը պահքը չի պահում, պաս չի պահում, ու պարզ է, որ չի հետևում մեր կանոններին եկեղեցու, եւ ուրեմն տրված է հաստատ տարբեր շարժումների ազդեցությանը, բայց մի եզրակացություն անենք, եթե նարեկացին ուխտադրուչ լիներ, խախտեր իր կուսակրոնությունը, որոնք որպես առավելություններ ներկայացնում է Պողոս պատրիարք Հակոբ Նալյանը, առաջինը իրեն կմեղադրեին ուրեմն կուսակրոնության ուխտազանցության մեջ եւ ոչ թե կմեղադրեին նարեկացուն ուրեմն Պավլիկյան շարժմանը հարելու մեջ։ Ուրեմն տեսեք, եզրակացություն, որը որ բնական է եւ կարծում եմ առարկությունների ենթակա չէ, եթե լիներ առաջի մեղադրանքը դրանով կներկայացնեին, եթե դա իրողություն էր, նա փրկում չէր ունենա, անպայման գտածեին նարեկացուն։ Եվ մի վարկածել կա, ըստ դրա, ուրեմն, ովքեր որ մեղք էին գործում, հնարավորություն ունեին իրենց գրավոր առաջադրանքներով, գրավոր շարադրությունով արդարանալ, այսինքն հնարավորություն էր տրվում գրավոր արդարանալ։ Գուցե մարդը պերճախոս չէ, լավ խոսել չգիտի, բայց գրելու մեջ ավելի վարժ է եւ արդ է տրվում։ Այս ժամանակ է, որ ուրեմն նարեկացին գնաց դադարան, ուրեմն այն ժամանակվա անին կոչում են Արգինա, դա 987 թվականին։ Այնտեղ ներկայացրեց, տեսեք, ներկայացրեց
բան, այսինքն ԼԳ 33-34-րդ գլուխները, ՀԵ 75-րդ գլուխը, 92-93-րդ գլուխները նարեկացին, այսինքն ներկայացեց այն հետևյալ բաժինները, ուրեմն Սուրբ Հոգուն նվիրված, որ պատարագի ընթացքում քահանաները աղոթում են խորան ու վարակույրից այն կողմ, երբ որ վարակույրը փակ է, Հեյե գլուխը նվիրված ամբողջ եկեղեցուն, որ ներկայացնում է մեր առաքելական Սուրբ եկեղեցին եւ քննադատները, աղանդները, եկեղեցին չսիրողները, երբ որ մեղադրանքներ են շարում եկեղեցու հասցեին, ուրեմն անշուշտ նրանք չգիտեն մեր առաքելական եկեղեցին, իսկ այս Հեյե գլուխը նարեկացին ամբողջովին նվիրել է եկեղեցուն եւ նման գովաբանություն ու բացադրություն երևի թե ոչ մի տեղ գոյություն չունի։ Եվ ուրեմն հետո գալիս է ՂԲ գլուխները, այսինքն նվիրված եկեղեցու զանգերին, նվիրված Սուրբ Միրոնին, այս ամենը ներկայացնելուց հետո ուրեմն նարեկացուն վրայից մեղադրանքը վերցնում են, բայց ամեն դեպքում այդ նստվածքը մնում է, նույնպես եւ մեղադրել են նրա հորը։ Ես անցյալ անգամ էլ ասեցի, երբ ուրեմն նարեկացին տապակացավը բերում են, ուզում են բռնել նարեկացին, աղոթում է ըստ ավանդության, այդ հավերը թևեր են առնում ու թրջում են, սրանք ապշահար տարածում են ամենուրեք, թե երկրորդ Գրիգոր Լուսավորիչն է նարեկացին հայտնվել մեր իրականության մեջ։ Ուրեմն այսքանով այս ուխտազանցության թեման, որը որ նարեկացիով մենք հաստատում ենք, նարեկացիով ուղղորդվում ենք ավելի շուտ, որովհետև տարաբնույթ հարցեր են տեղի ունենում, այդ հարցերին անձնական եզրակացություններ տալու փոխարեն գերադասեցինք նարեկյան մտքերը փոխանցել ձեզ, որպեսզի ավելի պատկերավոր լինի այդ Սուրբի եզրակացություններից, այդ Սուրբի նկարագրություններից, մեկնություններից հետո մենք բոլորս շատ փոքր մարդիկ ենք, որպեսզի մեզ եզրակացությունները լինեն առաջնային։ Բայց եւ այնպես մենք նորից խոսելու ենք ուխտի մասին։ Մինչև այդ, տեսեք, ինչ ուզում եմ ես ձեզ կարդալ մի հատված, որը երբեմն կարդում եմ Մայր Թերեզայից։ Նա էլ ուխտի մարտիկ էր, ուխտ Աստծու հետ կապված ուխտի, եւ մինչև իր կյանքի վերջը այդ ուխտը չխախտեց։ Ամեն դեպքում մարդիկ անխոհեմ են, անտրամաբանական եւ եսակենտրոն, սիրիր նրանց ամեն դեպքում։ Երբ բարիք են գործում, մարդիկ քեզ կմեղադրեն, ազնասիրության հետին նպատակների մեջ, բարիք գործիր ամեն դեպքում։ Եթե հաջողակ ես եւ կեղծ ընկերներ ու թշնամիներ ես վաստակում, հաջողիր ամեն դեպքում։ Բարիքը, որն անում ես, վաղը կմոռացվի, բարիք գործիր ամեն դեպքում։ Ազնվությունը եւ անկեղծությունը մեզ խոցելի են դարձնում, ազնիվ եւ անկեղծ եղիր ամեն դեպքում։ Տարիներ շարունակ քո կառուցածը մեկ գիշերում կարող է կործանվել, կառուցիր ամեն դեպքում։ Մարդիկ իսկապես օգնության կարոտ են, բայց եթե օգնես նրանց, կարող են քեզ վրա հարձակվել, օգնիր նրանց ամեն դեպքում։ Տուր աշխարհին քո ունեցած ամենալավը եւ կփշրեն քո ատամները։ Տուր աշխարհին քո ունեցած ամենալավը ամեն դեպքում։ Այս ուրեմն գրել է Տիգրանուհի Էկմեկջյանը, այս կնոջ ես վաղուց ճանաչում եմ, ես հավատացյալ ամուր կին օրինակելի, երկար տարիներ տեղեկություն չունեմ նրանից,
բայց միշտ հիշում եմ այդ կնոջը, նրա հավատքը, նրա ամրությունը, նրա կայունությունը։ Հիմա մենք խոսենք նաև ասեցի ուխտը որպես ոչ թե որպես ուխտագնացություն, խոսեցինք ուխտազանցության մասին, բայց մեզ հաճախակի մենք շփվում ենք նման մի երևույթի հետ։ Մարդիկ շատ հարցնում են աղի մասին, ուխտի մասին, հարցնում են եկեղեցում կատարվող գործողությունների մասին, ձեթի մասին, գինու մասին, մեղրի մասին, տարաբնույթ հարցեր կան։ Որոշ լուսաբանություն տանք, որովհետև եթե ուշադիր կլինեք, եթե կլսեք հաղորդումը հետո նորից, եւ ես ձեզ հորդորում եմ, որ մի անգամ լսելով շատ մտքեր կարող է չընկալեք, շատ դրա համար լսեք, եթե ունեք ժամանակ մի 2-3 անգամ, որովհետև նարեկացին ջանադրաբար, ջանասիրությամբ պետք է կարդալ, որպեսզի հասկանալ լիովին։ Հիմա ամեն դեպքում, երբ որ կարդացի Մարգարեզային, կտեսնեք, որ այս ամեն դեպքումը կապակցված է մեր անցած խոսակցությունների հետ եւ կապակցվելու է ապագա խոսակցությունների հետ։ Հիմա մի բանի մասին խոսենք։ Ժողովուրդը մարդիկ միշտ ընդունված էր նման, ես հիշում եմ իմ տատը, մայրս, որ գնում էին եկեղեցի, նվեր էին տանում, ընծաներ էին տանում եկեղեցուն, ալուր, ձեթ, գինի, խունգ, աղ տանում էին, այսինքն ընծայաբերում էին, եւ այս ընծայաբերումը կոչվում է, այս ընծաները, նույնև խոսքը կոչվում է անարյուն պատարագ։ Հիմա այստեղ ուզում եմ ասել մի շատ կարևոր ուխտի մասին, որը որ մարդկանց մեջ էլ է կատարվում, բայց ուխտադրուժ են լինում, սա անպայման չի, որ հոգևորականների հետ է կապված, Աստծո հոգևորականների մեզ մահկանացուների հասարակ մարդկանց հետ շատ մեծ կապ ունի։ Որպեսզի մեկնությունս ավելի նպատակային լինի, ավելի շեշտադրված եւ ավելի հասկանալի, ես ձեզ կարդամ փոքր մի հատված 5 տակարանից։ Տեսեք։ Տիրոջ մատուցվող ոչ մի անարյուն ընծա թթխմորով չպադրաստեք։ Այսինքն եթե թթխմորը գիտեք որն է, կանայք բոլորն գիտեն։ Թթխմորով ու մեղրով պատրաստած որևէ ինձա տիրոջը չմատուցեք։ Տեսեք, մեղրը նշվում է, բայց մեղրը միշտ որպես մեր համար լավ հոմանիշ է, որպես լավ ենք ընդունում, չէ՞ նրան համարում ենք քաղցր մի բան։ Հիմա մի քիչ հետո կտեսնենք, թե ինչ է մեղրը։ Դրանք կարող եք մատուցել Տիրոջը որպես բերքի երախայրիկ։ Երախայրիկը առաջինն է նշանակում է, առաջինը, նուբարը որ ասում են։ Բայց զոհասեղանի վրա այն չայրեք իբրև անուշահոտություն Տիրոջ համար։ Հիմա ուշադիր լսեք։ Ձեր բոլոր անարյուն ընծաները թող աղով աղվեն, աղով պատվեն։ Աստծո ուխտի աղը մի պակասեցրեք ձեր զոհերից։ Բոլոր ընծաների հետ աղ մատուցեք։ Շատ ժամանակ տեսնեք, չկլսեք, չէ, ինչ են կենթանուն աղ տալի, ինչ եք աղ անում, Քրիստոս մի անգամ մատաղ եղավ, էլ ինչ մատաղ, էլ ինչ աղ, շատ կլսեք նման բաներ։ Ես չեմ ուզում հիմա այսօր տարբեր ուրեմն հոգևոր, չգիտեմ, խմբավորումներ ասեմ, ուղղություններ ասեմ, ինչ անուն տամ, աղանդ բառից շատ վիրավորվում, նեղանում են, բայց իրականության մեջ աղանդներ են։ Այսինքն աղանդ բառը չպետք է հասկանալ եսի, այսինքն եկեղեցուց մեր առաքելական եկեղեցուց հեռացած մարդիկ են, լրիվ ուղղությունով
եւ մեր եկեղեցին չեն ընդունում։ Նրանք նոր են ծնվել, 100 տարվա ծնունդ ունեն, 2000 տարվա ծնվածին չեն ընդունում։ Հիմա տեսեք, ուրեմն մեղրի մասին։ Մեղրը խորհրդանիշն է ծածուկ ապականության։ Ծածուկ ապականության, այսինքն թաքնված նենգության, կեղծիքների, քանի որ կեղծավոր մարդը իր կեղծիքը քաղցր խոսքով է արտահայտում, սակայն իր ներսում թույն ու դառնություն ունի պահված։ Այսինքն ասում են, չէ, մեղրի նման քաղցր խոսք ունի, մեղրի նման քաղցր շուրջ է, բերանից մարգարիտներ են դուրս գալի, բայց էության մեջ իրանք չար են։ Հիմա հաջորդը, ուրեմն ուխտի աղ։ Տեսեք, քանի անգամ 3-4 անգամ կրկնվեց, որ ասում է ուխտի աղը պակաս չանես, ուխտի աղը միշտ կպահես։ Հիմա տեսնենք ինչ նշանակություն ունի աղի հիմնական դերը ինչումն է կատարում, որ ես հիշում եք, չէ, ճանապարհ, երբ որ ժամանակին թագավորներ, այժմ պետություններ, պրեզիդենտներ իրար որ հանդիպում են, դիմավորում են աղուհացով։ Այս աղուհացի սովորությունը կամ իմաստը եկել է ուրեմն շատ հներից, երբ որ Աբրահամը աղուհացով դիմավորեց Մելքիսեդեկին։ Մենք ունենք գիրք վերջերս լույս տեսած Հայաստանում, որ ապացուցում է, որ Մելքիսեդեկ եղել է հայ։ Ուրեմն աղուհացը վաղեմի դարերից է գալիս, նախքան քրիստոնեական շրջանը։ Աղը որպես խորհրդանիշ մի քանի նշանակություն ունի, մասնավորապես համ տվող, մաքրող, պահպանող, ուխտի հավատարմության նշան։ Տես մենք ստամատոլոգներս հաճախակի խորհուրդ ենք տալի աղով, ուրեմն լնդերը ողողել, լավագույն միջոց է։ Առաջներում երբ չկար սառնարան, միսը բան պահում էին աղի մեջ ծուկը, տարբեր ուտեստներ։ Աղող համեմված ուտեստը չէր փչանում, գիզի ճարևի ներքո։ Այն նաև մաքրության խորհրդանիշ է, այն մաքրում է զոհաբերող կենդանուն։ Իբրև Աստծո հավատարմության նշան ժողովրդական առածն ասում է. Աստծո ուխտի աղը պակաս չանես։ Զոհաբերությունը Աստծուն ամբողջապես նվիրվել է, այս զոհաբերություն մենք որ ասում ենք, ամբողջովին նվիրվում ենք Աստծուն, մենք մեզի զոհաբերում ենք Աստծուն։ Դա ոչ թե պարտադրանք է, մի տանջալից կյանք, այ կամովին մեկին սիրել, նվիրվել, զոհաբերվել նրա համար, անձդ ազնել նրան, ասինքն նրանով շարժվել, նրա ցույց տված ճանապարհներով գնալ, նրա հորդորներով շարժվել, որպեսզի ոտքը քարին դեմ չառնի։ Ուրեմն ուստի այդ ընձանները պետք է այդ ընձանները մենք ինչ որ տալիս ենք, պետք է ունենա կնիկ, ասինքն աղը որպես մնայուն ընծայման խորհրդանիշ է, մնայուն ընծայման խորհրդանիշ է, ասինքն այն ուխտը, որ մենք կատարում ենք, պահում ենք, մեկս մյուսի հանդեպ, Աստծո հանդեպ, տարբեր ուխտեր կան, աղը հաստատում է մեր մնայունությունը, դա մնայուն ներկայություն է, նշանն է, որը որ Աստված ինքն է Մովսեսի Ահարոնի միջոցով փոխանցվել մեզ, որ ուխտի աղը պակաս չանեք։ Հիմա ես ձեզ մի փոքր մի առակել կարդամ, եւ սա ամբողջացնի մեր այսօրվա ասածը։ Իմաստունն ու ծառերը։ Իմաստուններից մեկը հարցում արեց ծառերին եւ ասաց. Ինչ է պատճառը, որ դուք որքան բարձրանում եք, նույնքան էլ խորը արմատներ եք գցում։ Եվ ծառերը պատասխանեցին. Ինքդ իմաստուն լինելով, ինչպես չգիտես, որ եթե խոր արմատներ չգցենք, չենք կարող ասկան ճյուղեր կրել մեզ վրա, հողմերի բռնությանը դիմադրելու համար։ Տեսնում ես մեր եղբայր
հաճարենիները, որոնք թեպետ բազմաճյուղ չեն, բայց քամիներին դիմադրել չեն կարող, որովհետև խոր արմատներ չունեն եւ այժմ տապալվել են փոթորիկի սաստկությունից։ Առակի մեկնությունը, առակը մեզ սովորեցնում է, որ մենք էլ մեր հավատքի հիմքերն ու արմատները Աստծո խոսքի վրա պետք է հաստատենք, որպեսզի երբ զանազան փորձությունների դեմ գանք, կարողանանք դրանց դիմադրել Տիրոջ զորությամբ։ Ահա, ուրեմն այս առակը հիշենք միշտ, մինչև ինչ խոսեցինք, հիշենք խոր արմատներ ունենա մեր մեջ, որովհետև այն ինչ որ մակերեսային ուսումնասիրություն է, մակերեսային ըմբռնում է, այն ինչ որ չունի իր մեջ խորություն, նա շուտ մոռացում եւ շուտ վերանում է։ Ոստի մենք ջանացիդաբար պետք է խորքային ուսումնասիրություն ունենանք եւ այս նարեկացին, որ կարդում ենք, ասում ենք, մտքեր կամ պահի տակ կարող է իրենց խոր ազդեցությունը չունենան, բայց մեկ-երկու կարդալուց հետո ամեն անգամ տեսնում եք մի նոր բան է հայտնաբերվում հենց մեր այս հաղորդման մեջ։ Ուրեմն լինենք ավելի խորագետ, ավելի ջանասեր, ավելի քրտնաջան, որպեսի կարողանանք հասնենք ճշմարտություններին, ամուր արմատներ ունենանք, այսինքն մեզ միշտ էլ մեր ազգին, հային, միշտ էլ մենք փոթորիկների, թշնամիների, հարվածների ազդեցության, ենթակայության տակ ենք, մենք միշտ սպասենք, դրա համար անհրաժեշտ է ունենանք հոգևոր կայուն դիրքորոշում, շատ անհրաժեշտ է, որ մեր ինքնաճանաչումը մեզ ուղղորդի դեպի դիմադրություն, տոկունություն։ Սիրելի հավատացյալներ, մեկ անգամ էլ ասեմ, որ նարեկացու զորությունը գալիս է աղոթքի, լռության խորքերից, դարերից, եւ այն մենք պետք է պահպանենք։ Դա մեզ ասում ինչու նարեկացի, որովհետեւ ինչու այս օրերին շատ են հարցնում, ինչու նարեկացի, ինչու եք նախաձեռնել, որովհետեւ մեր կենցաղում, մեր ժողովրդի մեջ կան շփոթություններ, տարբեր շերտավորումներ, մեր միասնականությունն է կորել, միայն անունով ենք հայ մնացել։ Այն նարեկացու շուրջն է, որ հավաքվենք, որտեղ մտնի մեր կենցաղը, չկա մեկը, որ նարեկաց, կան մարդիկ իրար չեն սիրում, իրար թշնամի են, բայց նարեկացուն սիրում են 2, 3, 4 կողմն էլ։ Ուրեմն սա թող լինի մեր ժողովրդին միավորող, որովհետև մեր միասնության մեջ է մեր հաջողությունը, այլապես ավելի մեծ փորձությունների առաջ ենք կանգնելու։ Սուրբ նարեկացին մեծ պահապան թող լինի, որքան էլ որ ասում են Աստծուն կաղոթենք, Հիսուս Քրիստոս կաղոթենք, եկեղեցի կգնանք, բայց մենք ունենք սրբերի բարեխոսություն, հա մեր մեծագույն սրբերից մեկն է նարեկացին, որի բարեխոսությանը հաճախակի պետք է դիմենք։ Այսքանով սիրելի հավատացյալներ, ավարտում ենք այսօրվա հաղորդումը, ցանկանում եմ ձեզ լավ օր, ցանկանում եմ, որպեսզի մեր մտքերը, մեր ասածները տպավորվեն, մնայուն նստված թողնեն ձեր մեջ։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։